Այսօր փողոցում հարցնելու ենք այն, ինչ շատերը մտածում են, սակայն քչերն են բարձրաձայնում։ Ինչն է այսօր ավելի արագ մեռնում մարդկանց մեջ Հայաստանում, հավատը թե համբերությունը։ Մարդը եթե լավատես է, հավատնել է աճում, համբերություն նույնպես, հանդուրժողականություն նույնպես։ Հավատը չի կարա մեռնի մարդկանց մեջ, բայց համբերությունը չափ սահմանն է։ Եթե ձեր լռությունը խոսեր, ինչ կասեր այս երկրի մասին։ Այս երկրի մասին կասեր հիանալի բարի ժողովուրդ, հիանալի պոտենցիալով երկիր, շատ հյութեղ կյանք եւ մեծ երազանքներ։ Հայաստանը ձեզանից ինչ է վերցրել ու ինչ է տվել։ Ինչ է վերցրել։ Այո, երբեմն ստացել է հիասթափություններ, այո, երբեմն ստացել է հուսահատության պահեր, բայց տվել է շատ ավելի շատ, որովհետև սա գեղեցիկ կյանք է, սա նվիրում է եւ երևի նվիրում ինձանից ստացել է, որովհետև Հայաստանը ամբողջ աշխարհում իմ համար միակն է։ Ինչն է այսօր ամենաթանկը Հայաստանում։ Հացը, տունը թե արժանապատվությունը այնուամենայնիվ։ Եթե մենք ունենանք արժանապատվություն, ամեն ինչ կստեղծենք, եւ հաց, եւ տուն, եւ ունեցած առաջնային անհրաժեշտություն։ Երջանիկ եք դուք Հայաստանում։ Ես իմ տեղում եմ եւ ես այստեղ երջանիկ եմ, սրանք Արթուր Գրիգորիչի խոսքերն են, որոնք որ իմ սրտին են դիպել, ես նախընտրեցի հենց իր խոսքերով պատասխանել։ Հասն ու տունը ժողովրդի համար արժանապատվություն չունեն ոչ մեկը։ Ինչու՞ չունեն։ Երբ ունեն, որ արժանապատվություն անես վիճակում կլինի երկիրը։ Եք մեկ օրով Հայաստանի վարչապետը, ինչը կփոխեիք մեր երկրում։ Տրանսպորտը։ Միայն։ Աշխատանքի գնալը, դասի գնալը, ահա որ դժվար է։ Բայց դա քաղաքապետի գործառույթն է։ Առաջին հերթին կլսեի կանանց, որովհետև սիրում եմ կնոջ խելքի եւ էմոցիոնալ վիճակի միահուսված այդ գնահատականը եւ իհարկե կինը ժողովրդի այն մասն է, որը ժողովուրդ է ծնում։ Առաջին հերթին կլսեի ժողովրդին, սակայն չեմ կարծում, թե երբևէ կունենայի համարձակություն պետություն ղեկավարելու։ Իսկ որն է մեր ազգի ամենամեծ սխալը ըստ ձեզ։ Ես սխալներ երբեք չեմ փնտրում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սխալ դա սովորելու ճանապարհն է։ Դա հավաքական հասկացություն է։ Առանձնացնել որևէ բան ազգի անունից չեմ կարող, որովհետև ինչու նշել սխալ, եթե մեր ազգը այդքան պայքարող ազգ է եղել։ Մենք իհարկե հիմա ունենք գործում ենք սխալներ, նախկինում եւս գործել ենք, բայց արդյոք ճիշտ կլինի, եթե ես բոլոր սխրագործությունների մեջ ինչ-որ մի սխալ առանձնացնեմ եւ մատնանշեմ վատը լավի փոխարեն։ Առաջինը, որ մարդիկ ոչ իզուր ինձ վստահեն, ու լիքը գործարքներ երկրի հետ կապված։ Ժողովրդի ձայնը կլսի առաջին։ Մարդիկ այսօր ավելի շատ վախեցած են, թե անտարբեր։ Վախեցողները վախեցած են, անտարբերները անտարբեր։ Իտակ, ոնց եւ վախեցած են եւ անտարբեր են։ Որն է մեր ազգի ամենամեծ սխալը ըստ ձեզ։ Ամենամեծ սխալ հասկացությունը շատ ընդհանրական կարող է լինել երիտասարդները пассив են որոշ հարցերում, որոնք որ վերաբերվում են սոցիալական եւ քաղաքական հարցերին։ Հայք դուք փոխում եք մտածելակերպեր ու տալիս հետաքրքիր հարցեր։ Հույսով եմ, որ դուք կարող եք փոխել այս երկրում ինչ-որ բան դեպի լավը։ Ինձ թվում է ձեզ շատերն են սիրում։ Ու մաղթում եմ ձեզ հաջողություններ։ Աստվածը միշտ լինի։